Շարունակում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողն էլ պրեմիերայից ուղիղ 5 տարի անց ստեղծագործական թիմի 10-ամյա գործունեությանը նվիրված մարտի 26-ին ժամը 19:44 Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն կցուցադրվի 44 պլաստիկ ներկայացումը, որը դեռևս 2022 թվականին ճանաչվել է տարվա լավագույն պլաստիկ ներկայացում արտավազդ ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում։ Ներկայացման եւ Նարեկ Պարային անսամբլի գործունեության մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Նարեկ Պարային համույթի գեղարվեստական ղեկավար բալետմայստեր Արման Ջուլհակյանը, բարի լույս։ Բարի ձեզ։ Ես ենթադրում եմ, որ 44 է կոչվում 44-օրյա պատերազմին նվիրված։ Այո, նվիրված 44-օրյա պատերազմին, բայց ինքը տենց ավելի մտորելու, ավելի ապագայի մասին մտածելու, որտեվ ինքը ունի նաև իր երկրորդ անվանումը, որը կոչվում է գենետիկ ամնեզիա։ 44 ինքը շատ պատահական սկզբունքով եղավ, երբ որ հենց այդ օրերին ես սկսեցի բեմադրությունը անել եւ իմ ընկերոջ Արա Ասատուրյանին խնդրեցի, որպեսզի տեսնի ինչ եմ արել այդ օրերին, ուրիշ արտահայտ միջոց չունեի։ Ինքը ասաց, որ մի փոքր կտորել ինքն է այդ ամեն ինչի վերաբերյալ բեմադրել, երբ որ մենք նայեցինք, ինքը շատ լավ համադրվում էր իրար հետ։ Եվ որոշեցինք իրան ավելի մեծացնել, հրավիրեցինք Գրիգին, Գրիգոր Խաչատրյանին, ռեժիսոր, որտեղ այդ թիմն է աշխատում, եւ ստեղծվեց մի ներկայացում, որը կոչվում էր գենետիկ ամնեզիա, երբ որ քրոնոլոգիան չափում էինք, հա, այդ երաժշտական, շատ պատահական սկզբունքով ինքը 44 րոպե էր։ Եվ որոշեցինք, որ իր անունը պետք է լինի #44 գենետիկ ամնեզիա։ Եվ ոչ ավել, ոչ պակաս տևողությունն էլ 44 րոպե, այդ պատճառով էլ դրված է 19:44, իսկն ամեն ինչը 44-ի հետ կապված, որպեսզի մեր ժողովուրդը չմոռանա, որ իր հետ պարբերաբար նման տեսակի բաներ են տեղի ունենում, եւ սթափվի, հասկանա, որ մեկը մոռանում է։ Դե ուրեմն ինչ որ մի բան խախտվել է։ Վաղուց։ Վաղուց է խախտվել, այո։ Այստեղ ինչ-որ կադրեր կան, մեկնաբանության կարիք կա։ Չեմ ուզում տենց պատմել ներկայացումը, թող ավելի հանդիսատեսը նայ կադրերը եւ ցանկություն հայտնի նայելու։ Միայն մի բան կասեմ, որ ամբողջ ներկայացման ընթացքում բոլոր պարողների աչքերը փակված են, կապված վիճակում են, դա կուրության սիմվոլ որպես այդպիսին եւ ներկայացման միայն ամենավերջում ֆինալային հատվածում է բացվում աչքերը, իբրև թե բացվեց, բայց նորից շատ հետաքրքիր ձևի մեր ժողովրդին գցում են ինչ-որ մի խաղի մեջ, որտեղ որ էլի մենք դառնում ենք կույր իրականությանը համապատասխան։ Այսինքն մենք չենք տեսնում այն ինչ-որ պետք է տեսնենք։ Չէ, չենք տեսնում։ Ինչի դուք կարծում եք, որ տեսնում ենք։ Չէ, ես կարծում եմ, որ մենք չենք տեսնում կամ չենք ուզում տեսնենք։ Չէ, ուղղակի այս դեպքում կույր բառը երևի այդքան էլ համապատասխան չէր, երևի կուրորեն ապրել ավելի այդ տեսակի մեջ, որովհետև այդ կուրության մասին չէր խոսքը, ես դրա մասին, որ հեռուստադիտողին պարզ լինի, շատ է խաղացել այս ներկայացումից 5 տարիների ընթացքում։ Թվով չեմ կարող հաշվել, բայց այո, բավական գնացել է ներկայացումը տարբեր։ Չէ, մենք խաղացանք չունենք որպես այդպիսին, քանի որ չունենք թատրոն։ Հա, ինձ թվաց դրամատիկական թատրոնի, հա, հասկացա։ Չէ, ուղղակի զուտ, այնտեղի գլխավոր ռեժիսորը նաև իմ շատ լավ ընկերն է, որ մենք արդեն բավական երկար տարիներ համագործակցում ենք եւ այս մեր թմի համագործակցության 10-ամյակն է հենց այս տարին եւ տարվա վերջ նաեւ սպասվում է էլի նոր պրեմիերա։ Հիմա տեսեք, այս ներկայացումը խաղացել եք ոնց հասկացա։ Սովորաբար երբ արվեստը իր լեզվով փորձում է ինչ-որ բանի մասին խոսել, հուշել եւ այլն, երբ արդյոք ունեցել խաղալու, ինչ-որ փոփոխություն բերել է դա հանրության մոտ, այն մարդիկ, ովքեր ներկա են եղել այդ ժամանակ, ինչ-որ հետևություն անեն, ազդեցության տակ ընկնեն, մտածեն։ Ճիշտ ասած, այն մարդիկ, ովքեր որ մեր շրջապատի մեջ են, մեր, այսինքն այն հանդիսատեսին, որ ես եմ ճանաչում, ինչ որ խոսակցություններ կան, որ այո, պետք է
ինչ-որ բան անել, պետք է ինչ-որ բան փոխել, պետք է հասկանալ, առաջ գնալ, բայց չգիտեմ ինչքանով է այդ խոսակցությունները ավելի իրագործելի։ Իսկ ձեզ մոտ փոփոխություն կա կոնկրետ խաղացողների մոտ, ովքեր որ բեմում զբաղված են, թե կարողանում են վարպետորեն նորից կուրացնել։ Ես ցենց ասեմ, մեզ մոտ բացի պարային դաստիարակությունը նաև տրվում է կյանքի դաստիարակություն եւ կրթություն, հա, այսինքն այդ կյանքի դաստիարակությունը շատ կարեւոր է եւ նրանք այդ բոլոր պարողները փոքր տարիքից են գալիս մեզ մոտ, այսինքն 6 տարեկանից նրանք գալիս են եւ մեծանում դառնում են այսպիսի պրոֆեսիոնալ պարողներ, իսկն մշտապես այդ հայրենասիրություն ասվածը, այդ նվիրվածությունը քո ազգին, քո արվեստին, մաքուր արվեստին, ոչ խառնված տարբեր ազգերի հետ, մշտապես դաստիարակվում են եւ ռոպագանդվում է դա իրենց մեջ, եւ դա դարձել է իրենց ապրելակերպը ուղղակի։ Այսքանով իրանք կան, թե դրանից հետո ինչ հետևություններ են նրանք անում այս ներկայացումից, որովհետև իրանք հենց ապրել են այդ օրերը, իրանք այդ եղել են, սենց ասեմ, մեր դպրոցը հետ են դպրոցն է, որ եթե ինչ-որ վտանգի ձայն է լսվում, ինքը դառնում է միանգամից սենց շտաբի նման մի տեղ, որտեղ բոլորը հավաքվում են, ինչ-որ բան անում են, ինչ-որ գործունեություններ ծավալում են, որպեսզի թիկունքը ամուր լինի։ Չգիտեմ ինչքանով է մեզ մոտ դա ստացվում, ինչքանով չէ, բայց փորձում ենք անել հնարավորինս։ Շրջագայում եք այս ներկայացումով։ Այս ներկայացումը պետք է շրջագայեր, բայց այդ համաճարակը շատ խանգարեց մեր շրջագայելու, որովհետև ներկայացմանը ոտքի կանգնելու համար մեզ օգնեց նաև մեր շատ լավ ընկեր Պատրիկ Մալաքյանը, Անրի Վերնոյի որդին եւ Յան Ֆրանչեսկին, որը էլի հայ է, ուղղակի իրենք մարսելաբնակ մեր հայերն են, իրանք օգնեցին, որպեսզի այս ներկայացումը ոտքի կանգնի, որտեղ առանց հովանավորներ չի լինի, բայց համաճարակի պատճառով չկարողացանք մեկնել, բայց շատ ներկայացումներով ենք մենք մեկնել տարբեր երկրներ, գրեթե մեր բոլոր պրեմիերաները տեղի են ունենում արտ երկրում, Նյու Յորքի Բրոդվեյում, Մարսելի կոնգրեսում, Ստամբուլում Սասունցիների պարն ենք ներկայացրել, որտեղ հանդիսատեսի երևի 40%-ը թուրքեր են եղել եւ հենց Ստամբուլի քաղաքապետը բեմի վրա ունենք տեսանյութը, ասում է ներողություն, որ ես այս ազգի ներկայացուցիչն եմ, որ տենց վատ վերաբերվել է ձեզ։ Բայց չեք բերել այդ տեսանյութը։ Բայց չեք բերել քաղաքապետին։ Ստեղ չենք բերել, չէ։ Քաղաքապետը։ Հենա բռնել են Ստամբուլի քաղաքապետին, հա, հիմա դատվում է, հենա բռնել են։ Դրա համար էլ դե բռնել են, հա։ Բայց ոնց լավ բաներ չի լինելու։ Իր համար չէ, ընդհանուր։ Հուսանք։ Չէ, որովհետև ասում եմ հատկապես այս օրերին այդ տեսակ ասված արտահայտությունները։ Բայց այդ քաղաքապետի մասն է խոսքը։ Չգիտեմ, եթե փոխվել է թե չի փոխվել, դա երբ էր մեզ մոտ 19 թվականին ենք մենք ունեցել այդ ներկայացումը։ Ինձ թվում է այս քաղաքապետի մասին չի խոսքը։ Կարող է արդեն փոխվել է հենց այդ տեսանյութը։ Եթե չեմ սխալվում։ Մյուս քաղաքապետը էլ չկա ասում է։ Բայց հետաքրքիր կլիներ իմիջիալոց Այո, շատ արվեստի գործիչներ, նաև հեղինակներ շատ են երևի թե մոտավորապես նմանատիպ արտահայտություն արել, որ եւ ընդունում են ցեղասպանությունը եւ ամաչում են եւ շատ գնահատում են եւ գիտեն, որ ոնց են իրենք մեր մշակույթը գողանում։ Ես չգիտեմ իհարկե ասում եմ հետո ինչ է լինում այդ։ Հիմա օրինակ Օրհան Փամուկին չէին աքսորում, ուզում էին աքսորել, չես հիշում։ Բայց դե ասում եմ տարօրինակը գիտես որն է, եթե մենք խոսում ենք կառավարական, այսինքն պաշտոնյաների մակարդակով, հա, այնտեղ ասում են լրիվ ուրիշ վերաբերմունք է մեր հանդեպ, այստեղ լրիվ ուրիշ վերաբերմունք է իրենց հանդեպ։ Այս մի տեսակ պարադոքսալ է։ Բայց դուք էլի գնացեք, կարող եք մյուս քաղաքապետն էլ նման արտահայտություն անել։ Մյուսին էլ հանել տանք։ Հա։ Դե ոչինչ։ Չէ, այս դեպքում արդեն նախագահին անդեղի հանել տալ պետք։ Քաղաքապետերը ոնց որ ամեն ինչ հատկապես որ իրենք երազում են հանել, ուղղակի չի ստացվում։ Ես ոնց հասկացա միայն մարտի 26-ին է լինելու համերգը, էլի կա դրված օր։ Չէ, առայժմ այս մեկ օրն է, հետո չգիտեմ, տեսնենք արդեն
ոնց կլինի, մեզ մոտ մի քիչ շատ դժվար է ընդհանրապես այդ հանդիսատես բերել դեպի կենդանի արվեստը, որտեղ մարդիկ որսոր հիմնականում կախված են այս մեր հեռախոսներից, գադջետներից ու ինչ ուզում նայում են այնտեղ, արդեն դժվարությամբ են կտրվում, իրանց ժամանակը տրամադրում, գալու եւ այդ առումով դժվարություն կա բերելու հանդիսատեսին թատրոն։ Դրա համար պարբերաբար ես սիրում եմ sense գալ հյուր, որպեսզի խոսել դրա մասին, որպեսզի մարդիկ լսեն եւ կարողանան գալ տեսնել իրական կենդանի արվեստ։ Չէ, կան հանդիսատեսներ, որ գնում են տարբեր միջոցառումների, բայց այդ միջոցառումները ավելի շոու բիզնեսյան, հա, կոմերցիոն պրոյեկտներ են, որտեղ որ եւ դուր է գալի մարդկանց, դա էլ է նորմալ, բայց կարծում եմ պետքա համստեղ, համընդեղ ինչ-որ այս տեսակը լինի։ Դե այո, հիմա չգիտեմ ինչով է պայմանավորված, մի քիչ գուցե թատրոններում արդեն ակտիվություն է նկատվում, սիրում են գնալ, նայել, ներկայացումներ նայել, այդ առումով ոնց որ թե թատրոնները գոհ են, հուսանք որ, չգիտեմ, եթե կձանձրանան միայնությունից, իրենք ու իրանց հեռախոսի հետ մենակ մնալուց կհոգնեն, առդ կունենան գալու վայելելու։ Նաև պարային ներկայացումները։ Նաև պարային ինչ չէ։ Դե գալիս ես տեղում ես հասկանում, որ սիրուն բեմադրված է, լավ երաժշտություն։ Մենք էլ ձեզ սիրով հրավիրում ենք։ Շնորհակալություն։ Անպայման ներկա գտնվեք։ Մարտի 26-ին, այո։ Սիրով։ Ես հիշեցնեմ, որ համերգը տեղի է ունենալու մարտի 26-ին, սիրելի հեռուստադիտողներ, ժամը 19:44-ին Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հատկապես թեման շատ խորհրդանշական է, ժամը խորհրդանշական է, նվիրված 44-օրյա պատերազմին։ Ես կարծում եմ առիթ կա գնալ տեսնելու ինչ են մարդիկ իրենց արվեստի լեզվով փորձում մեզ փոխանցել։ Եվ վերջի մշակութային իրադարձությունը ներկա լինելու։ Հաջողություն եք ձեզ մաղթում։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին գովազդ, հետո կանդրադառնանք, շատ հետաքրքիր տեսանյութ ունենք եւ իհարկե հավեղ խոհանոց։